Շնորհակալություն, Տիկին Ղազարյան, կարևոր հարց եք բարձրացնում եւ ձեր թույլտվությամբ հարցը երկու մասի բաժանենք։ Հարցի մի մասը ուրեմն հենց թարգմանիչների առկայությունն է, որը պետք է նաև օգնի մեր այդ ծառայությունների կարիք ունեցող քաղաքացիներին լիարժեք ներառվել կյանքի տարբեր ոլորտներում եւ մասնավորապես օրինակ կրթություն ստանալու նրանց իրավունքը եւ ցանկացած այլ իրավունք հնարավոր լինի այդ ծառայությունների միջոցով իրացնել եւ այստեղ մենք օրենսդրական հիմքերը ստեղծել ենք մասնավորապես համապատասխան ուրեմն կարգավորումները դնելով օրենքների փաթեթներում, որոնք ներառում են նրանց իրավունքը այդ ծառայություններից օգտվելու եւ սա առաջ է բերում երկրորդ հարցը համապատասխան կադրերի առկայությունը, որոնք որ կկարողանան այդ թարգմանությունը իրականացնել։ Ես հասկանում եմ, որ մենք սովորենք մարդ թարգմանչի առկայությանը, բայց կարծում եմ, որ տեխնոլոգիական զարգացումը հնարավորություն է տալիս նաև, որ մենք այլընտրանքային լուծումներ գտնենք, հատկապես որ ինչպես դուք էլ ձեր հարցում նշեցիք, այնպես չի, որ կադրերի ուրեմն սակավության խնդիր չունենք եւ հետեւաբար կարծում եմ, որ արժի քննարկել ու դիտարկել տեխնոլոգիական լուծումները, միաժամանակ հնդածս իհարկե հասկանալով դրանց բարելավման ուղղությունները։ Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, որը արդեն ձևաբանության, հնչյունաբանության եւ ոլորտի կանոնակարգմանն է վերաբերում, պետք է նշեմ, որ ընդհանուր առմամբ շատ լուրջ խնդիր եմ համարում, որ մենք չունենք պետական լեզվական քաղաքականության մշակված եւ հաստատված հայեցակարգ։ Պետք է տեղեկացնեմ, որ մենք հայեցակարգի նախագիծը արդեն մշակել ենք եւ սա անդրադառնում է հայերենի որպես պետական լեզվի եւ նաեւ այլ լեզուների օգտագործման քաղաքականությանը եւ կարծում ենք, որ այս փաստաթղթի առկայությունը պիտի գա լրացնելու հենց այն հարցերի պատասխանները, որ հնչեցին եւ այդ իմաստով կարեւոր է եւ ժեստերի լեզվի խնդիրների ուսումնասիրության ժամանակ բարձրացվող հարցերից մեկն այն է, որ այն թարգմանիչները, որոնք կան, դրանք հաճախ չեն թարգմանում հենց հայերենի տրամաբանության մեջ եւ սա էլ առանձին խնդիր է բարձրացնում նաեւ օրինակ պետական լեզվի եւ գրական հայերենի նաեւ այս տրամաբանության մեջ դրսեւորման իմաստով։ Այո, եթե կարճ պատասխանեմ ձեր հարցին, այս երկար անդրադարձից հետո հարցը օրակարգային է, մենք դրանով զբաղվում ենք եւ կարծում եմ, որ առաջիկայում հայեցակարգի ընդունմամբ կունենանք շատ ավելի լուրջ որակական առաջընթաց։